Փետրվարի վերջը հատուկ ժամանակ է։ Այն նման է ձմեռային քնի և գարնան առաջին շնչի միջև բարակ դրան։ 2026 թվականին այս անցումը խոստանում է լինել հատկապես վառ և լի հնարավորություններով կենդանակերպի ընտրված նշանների համար։ Աստղագուշակները խոսում են հազվագյուտ մոլորակային միացման մասին, որը գործում է որպես տիեզերական մագնիս բախտի համար։ Խոսքը վիճակախաղի հանկարծակի շահումների մասին չէ, այլ այն վթարների մասին, որոնք ճակատագրական են դառնում։ Պատրաստ եք պարզել, թե արդյոք դուք այս կախարդական ցուցակում եք։ Խոյ. կարիերայի փոփոխություններ։ Խոյերի համար 2026 թվականի փետրվարի վերջին շաբաթը կլինի այն ժամանակը, երբ վաղուց փայփայած ծրագրերը իրականություն կդառնան։ Մարսը, ձեր հովանավորը, կրակ կփչի ձեր մասնագիտական կյանքի մեջ։ Դուք կարող եք ստանալ համագործակցության անսպասելի առաջարկ, որը երկար ժամանակ անհնար էր թվում։ Կարևոր հանդիպումը բառացիորեն տեղի կունենա վազքի ժամանակ, ճանապարհին, սուրճի հերթում կամ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Մի անտեսեք նման շփումները, ձեր անմիջականությունն ու վստահությունն այժմ բախտի գլխավոր մագնիսն են։ Բախտը գալիս է նրանց, ովքեր չեն վախենում համարձակորեն գործել և բացահայտորեն հայտարարել իրենց նկրտումների մասին։ Ցուլ. ներդաշնակություն ձեր անձնական տարածքում։ Ցուլի համար հաջողությունը կգա ներքին խաղաղության և կյանքի որակի բարելարման տեսքով։ Փետրվարի վերջին աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ձեր տանը, ընտանիքին և մտերիմ հարաբերություններին։ Հնարավոր է երկարատև ընտանեկան խնդրի անսպասելի լուծում, հաջողակ գտածո ձեր ինտերիերի համար, շահավետ անշարժ գույքի գործարք կամ պարզապես կախարդական հաշտեցում հանգիստ հակամարտությունից հետո։ Ձեր գործնականությունն այժմ ձեռք է բերում գերուժ։ Դուք ինտուիտիվ կերպով կզգաք, թե որտեղ և ինչպես ներդնել ռեսուրսներ առավելագույն հարմարավետության և կայունության հասնելու համար։ Մի բաց թողեք ձեր շուրջը իսկական բախտի բույն ստեղծելու հնարավորությունը։ Երկվորյակներ. խորաթափանցություն և ստեղծագործական առաջընթաց։ Երկվորյակները կզգան ոգեշնչման ալիք, որը կարող է զարգանալ ավելիի մեջ։ Մերկուրին ձեզ տալիս է մտքի պարզություն և համոզելու պարգև։ Այս ժամանակահատվածում կարող է մի գաղափար ծագել, որը կարող է փոխել ձեր մոտեցումը աշխատանքին կամ հոբբիներին։ Կարևոր է գրի առնել ամեն ինչ, ինչ մտքում է գալիս, նույնիսկ ամենախենթ մտքերը։ Հաջողությունը կդրսևորվի տեղեկատվության միջոցով։ Հին ծանոթը կկիսվի արժեքավոր նորություններով, կամ դուք կարող եք պատահաբար գտնել անհրաժեշտ գիրք կամ առցանց դասընթաց։ Հաղորդակցությունը ձեր հաջողության գրավականն է։ Մի փակվեք ինքներդ ձեզ մեջ, թող աշխարհը զարմացնի ձեզ։ Առյուծ. փառքի և ճանաչման ճառագայթներ։ Առյուծների համար այս ժամանակահատվածը խոստանում է երկար սպասված ճանաչում։ Արևը կլուսավորի ջրտաղանդները, որպեսզի դրանք անհնար լինի բաց թողնել։ Հնարավոր են հանրային հավանություն, հեղինակավոր անձի կողմից անսպասելի գովասանք կամ նույնիսկ ձեր շրջապատում փոքր, բայց հաճելի համբավ։ Մի վարանեք ընդունել հաճոյախոսություններ, դուք դրանք վաստակել եք։ Բախտը կարող է գալ մշակութային կամ զվարճանքի միջոցառումների միջոցով։ Մասնակցեք ցուցահանդեսի, համերգի կամ պարզապես թույլ տվեք ինքներդ ձեզ լինել ուշադրության կենտրոնում։ Ձեր բնական խարիզման այժմ մագնիսի պես գրավում է հնարավորությունները։ Կշեռք. բախտ գործընկերության և դիվանագիտության մեջ։ Կշեռքի համար աստղերը խոստանում են գործընկերային հարցերի ներդաշնակ լուծում, թե անձնական, թե գործնական։ Դուք կարող եք հնարավորություն ունենալ կնքել շահավետ դաշինք կամ վերականգնել հին կապը, որը հաջողություն կբերի։ Բախտը հավասարակշռության և բանակցային հմտությունների մեջ է։ Փետրվարի վերջին դուք կլինեք ձեր լավագույն վիճակում։ Կգտնեք այն խոսքերը, որոնք կդիպչեն սրտին կամ կհամոզեն նույնիսկ ամենահամար զորուցակցին։ Վստահեք ձեր ինտուիցիային մարդկանց ընտրելիս, այն հիմա անսխալական է։ Աղեղնավոր. հորիզոնների ընդլայնում և ճանապարհորդություն։ Աղեղնավորները հաջողություն կունենան իրենց հորիզոնները ընդլայնելու հարցում, թե ֆիզիկական, թե մտավոր։ Յուպիտերը ձեզ համար բարենպաստ է, բացելով նոր ուղիներ։ Սա կարող է լինել ճանապարհորդության անսպասելի հրավեր կամ հանգամանքների բախտավոր համադրություն, կրթական կամ միջազգային նախագիծ սկսելու համար։ Պատրաստ եղեք այո ասել ինքնաբուխ առաջարկներին, նույնիսկ եթե դրանք մի փոքր խենթ են թվում։ Բախտը ձեզ մոտ է գալիս նորույթի և գիտելիքների ծարավի միջոցով։ Հնարավոր է, որ ճակատագրական հանդիպում տեղի ունենա ճանապարհին կամ այլ մշակույթի ներկայացուցիչ մեկի հետ։ Ձկներ. ինտուիցիա և հոգևոր շահույթ։ Ձկների համար 2026 թվականի փետրվարի վերջը այն ժամանակն է, երբ նուրբ ինտուիցիան դառնում է հաջողության ամենահուսալի ուղեցույցը։
Բախտը կգա ներքին ձայնի, երազների կամ ինչպես հաճախ է պատահում, պատահական զուգադիպության միջոցով։ Դուք կարող եք անսպասելիորեն օգնություն ստանալ այնտեղ, որտեղ նույնիսկ չեք խնդրել, կամ գտնել մի ժամանակ կորած թանկարժեք բան։ Անվերատահորեն վստահեք ձեր ինտուիցիային։ Այս ժամանակահատվածը նաև բարենպաստ է հին առաջադրանքները կատարելու և դժգոհությունները ներելու համար։ Սա տեղ կազատի առատության նոր հոսքի համար։ Ինչպես բռնել բախտի ալիքը։ Նույնիսկ եթե ձեր նշանը ցուցակում չէ, հիշեք, 2026 թվականի փետրվարը այն ժամանակն է, երբ տիեզերքը հատկապես բարենպաստ է հրաշքների համար բաց մարդկանց համար։ Բախտը նպաստում է համարձակներին, անկեղծներին և նրանց, ովքեր պատրաստ են նկատել դրա նշանները։ Ժպտացեք անծանոթին, անջատեք ձեր սովորական ուղին և ռիսկի դիմեք այդ հատուկ ուղերձը ուղարկելու համար։ Տիեզերքը հաճախ մեզ հետ խոսում է զուգադիպությունների միջոցով, որոնք պարզվում են, որ օրինաչափություններ են։ Կարգավորեք ձեզ երախտագիտության և հետաքրքրասիրության ալիքի վրա և գուցե դուք ինքներդ դառնաք այս զարմանալի ժամանակահատվածի 8-րդ բախտավորը։ Բռնեք ձեր բախտը պոչից և թող 2026 թվականի փետրվարի վերջը հիշվի որպես դեպի լավը շրջադարձ։